Snorkis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Մենք պետք է վերցնենք այդ մզնողոցը մատանին եւ ժամացույցը։ Ես երբ դերը հայտնվի, իմանանք թե իրականում ով է վանականը։ Սպասիր Աուրելո, անհնար է, որ այդ ժամացույցը վանականինը լինի, անհնար է։ Դու ինչ գիտես, թե վանական ինչ է սիրում, միգուցե գիտես, թե վանական ինչ օծանելիք է օգտագործում։ Սպասեք մի րոպե, Էմիլիա։ Ինչու ես համոզված, որ ժամացույցը վանականինը չէ։ Որովհետև այն Մատեոյինն է։ Ես դա նրա ձեռքին եմ տեսել։ Իսկ այդ մատանին կնոջ մատանի է։ Իհարկե, սա Մարիա Գրացիային է։ Ես այս մատանին նրան եմ նվիրել, իհարկե, հիշեցի։ Այսինքն վանականը այս իրերի մոտ է պահում այնպես չէ։ Սկզբում նա սպանում է զոհերին, իսկ հետո որպես ավար վերցնում նրանց իրերը։ Ուրեմն Մատեոն մահացել է։ Ես չգիտեմ, բայց ահա տես։ Այս երիզը այստեղ Մատեոյի անունն է գրված։ Արի։ Եվ մի հատ էլ Կրաուզի անունով, իսկ սա Մարիա Գրացիայի անունով է։ Արի այստեղ ու չպետք է դանա ես Էմիլիա։ Պետք չէ, ոչ։ Ես պետք է տեսնեմ այդ ժապավենը։ Պետք է իմանամ ինչ է պատահել Մատեոյին։ Ես ուզում եմ իմանալ ողջ է նա, թե մեռած։ Անհապաղ պատասխան է պետք Վալենտինո։ Ես պետք է իմանամ, թե դու ինչ ես որոշել։ Այո, ծիծաղելի է, շատ ծիծաղելի է։ Նման իրավիճակում հայտնվելը շատ ծիծաղելի է։ Լավ, եղավ, ես պատրաստվում եմ երազների խաչը գնել $5 միլիոն։ Ոչ, դա ճիշտ չէ, չեմ հավատում, Վալենտինո, ոչ, ես չեմ կարող քեզ հավատալ, ճիշտ ես ասում, ես միլիոնատեր եմ, ստացվեց, ես, փաստորեն, հիմա դու զարթն ունես, իսկ գումար ունես, որպեսզի աղջկաս Շվեյցարիա ուղարկես, դու պատկերացում անգամ չունես, թե որքան շատ բան ես անում իմ ընտանիքի համար, Վալենտինո, շնորհակալ եմ։ Բայց նախ եւ առաջ մենք պետք է բանկ գնանք, բոլոր անհրաժեշտ փոխանցումները կատարելու համար։ Այո, ես էլ եմ ուզում իմ փողերը Կարմիրյան կղզի բանկում պահել։ Ոչ, դա Կայբյան կղզի բանկն է։ Դա էլ վատ չէ, լավ, որտեղ որ կցանկանաս, այնտեղ էլ կպահենք, ինձ համար միևնույնն է, եթե ես կարող եմ տնօրինել այդ գումարը, ուրեմն ոչ մի խնդիր, վերջապես այս ծերուկից փող պոկեցի։ Ախ, Վալենտինո, դու ինձ աշխարհի ամենաերջանիկ կինը դարձրեցիր։ Բայց Նիկոն իսկապես խնդիրներ ունի, նայիր նրան։ Ոչ, Ադիրա, սա կատակ չէ։ Կլեմենտինայի աշխարհը լի էր վարդերով, իսկ նրա միտքը լի էր որդերով։ Ինչ եղավ նրան։ Դա պատերազմի պես մի բան էր։ Հապա տես թե ինչ վիճակում է նա հիմա գտնվում։ Դա շատ կենսուրախ աղջիկ էր, հիշում ես։ Սպասիր։ Ինչ ես ուզում անել։ Լսիր, ոչ ես գժվել։ Հապա ինձ նայիր։ Նայիր աչքերիս մեջ։ Դու ինչ-որ խնդիր ունես, թե պարզապես այդպես ես անում, որ ստիպես նրանց թույլ տան քեզ Խոսեիտոյի հետ հանդիպել։ Ինչ է եղել։ Նա քեզ չի վերաբերում։ Լսիր, այստեղ արի։ Սա ինչ բան է, ինձ հանգիստ թող։ Նստիր։ Լսիր, Կլեմենտինա։ Ախր մենք մտերիմ ընկերներ ենք եղել։ Կարողանում ենք ամեն ինչի մասին խոսել։ Յադիրայի, Խոսեիտոյի, Էմիլիայի, Մարիա Գրացիայի։ Մարիա Գրացիան մահացել է, Էմիլիան գժվել է դանիցյալ խաչի պատճառով, Խոսեիտոն հեռացել է մեր թշվառ պապիկի պատճառով, Յադիրան էլ այս ու այն կողմ բամբասում է, սա իմ ընտանիքը չէ։ Իսկ ես։ Հիմա ոչինչ չես կարող ասել, չէ։ Մենք միշտ օգնել ենք իրար։ Միշտ ընկերներ ենք եղել։ Միթե չես հիշում։
Այդ ամենը քիչ էր մայրս էլ իր հիմարություններով է նյարդերից վրա ազդում։ Ինձ ոչինչ չի հետաքրքրում, ես թքած ունեմ այս տան վրա, իմ մոր վրա, բանականի վրա։ Սիրտս արդեն խառնում է բոլորից։ Հայրիկ, այդ ինչպես ես ներս մտնում։ Այ հիմա մենք կխոսենք։ Ես արդեն հոգնել եմ այս վիճակից։ Այնինչ ինձ է պատկանում, չգիտես ինչու անցնում է քեզ։ Լսիր հայրիկ, հանգստացիր, նստիր։ Ժամանակն է արդեն որ հասուն մարդկանց պես խոսենք։ Ես չեմ ուզում մի կողմ թող այդ ձևականությունները հոգնել եմ բարոյագիտական կանոններից, ես այլևս չեմ ուզում լավ հայր լինել, հոգնել եմ, չեմ ուզում։ Հատկապես հիմա, երբ դու ինձ այնց խլել ես սիրած կնոջս։ Աստված վկա, ես չէի ուզում որ այդպես լիներ։ Քո Աստծուն քեզ պայրարի խոսենք ինչպես տղամարդը տղամարդու հետ։ Հայրս ինձ ստիպում է փոխել Վիոլետայի կյանքը, ջնջել նրա անցյալը, որպեսզի կարողանա ամուսնանալ քեզ հետ։ Իսկ դու ինչ ես մտադիր անել հայրիկ։ Ինչու հայրիկ։ Եթե իսկապես ոչ մի կապ չունես Վիոլետայի հետ, ինչու հանգիստ չես թողնում նրան։ Բանն այն է, որ հայրս դեռ կարծում է, թե մենք 8 տարեկան ենք եւ ինձ պատժում է, որովհետեւ գիտի, որ ես սիրում եմ նրան։ Իսկ ես եկել եմ ասելու, որ ես սիրում եմ այդ կնոջը եւ չեմ պատրաստվում կորցնել նրան։ Ուրեմն մենք ստիպված չենք լինի Մատեոյի համար անհանգստանալ, որովհետև հիմա արդեն գիտենք, որ վանականը դրան Աստծո մոտ է ուղարկել։ Որտեղ է Մարմինը Մակո։ Գնանք Էմիլիա, գնանք այստեղից արի։ Ոչ, ես ոչ մտեղ էլ չեմ ուզում գնալ։ Այդ թշվառականը սպանել է Մատեոյին, իսկ ես ուզում եմ ավիրել ամեն ինչ, որ նրան հասկացնեմ։ Էմիլիա, նա սպանել է Մատեոյին։ Ոչ։ Ես ուզում եմ վրեժխնդիր լինել։ Ես նրանից վրեժ կլուծեմ։ Համոզված եմ, որ Օվիդիոն ոչինչ էլ չի ասի, եթե խոսես մայրիկի հետ։ Ինձ քո մայրը չի հետաքրքրում, ես նրան շատ երկար եմ հանդուրժել, իսկ հիմա ես ազատ եմ եւ կարող եմ նոր կյանք սկսել։ Այո, բայց նման կերպ չի կարող լինել։ Աստված իմ հայրիկ, դու չես կարող այդպես շարունակել։ Չես կարող անընդհատ խմել ու անբարոյական կանանց հետ ժամանակ անցկացնել։ Քո կնոջ պես անբարոյական կանանց, միթե մոռացել ես, որ Վիոլետան իմ սիրուհին է եղել։ Նա միակ կին էր, որ իդ մոռանում է իմ Բորովսկի լինելու դժբախտությունը։ Ուրեմն մի արա այնինչ պապիկն է ուզում։ Հանգիստ թող Վիոլետային։ Ես սիրում եմ նրան այնպիսին, ինչպիսին որ նա կա, իր լավ ու վատ կողմերով։ Սիրում ես նրան, ոչ դու նրան չես սիրում, այդ ես եմ նրան սիրում, ես եմ այն միակ մարդը, որ սիրում է նրան եւ ընդմիշտ կսիրի Վիոլետան իմն է։ Ես նրան վաղուց եմ ճանաչում, նա իմ գրկում ավելի շատ է եղել, քան քո։ Ինչ եղավ։ Մի բան ասա։ Ոչ, ես դա չեմ անի, որովհետև դու իմ հայրն ես։ Դու այն մարդն ես, որ ինձ կյանք է տվել։ Իսկ հետո ես չեմ կարող դատել քեզ։ Իմացիր, որ դու խլել ես այն կնոջը, ում ես սիրում եմ կյանքիցս առավել։ Ուրեմն մոռացիր նրան։ Վիոլետան իմ կինն է։ Հանգիստ թող նրան։ Լսիր հայրիկ, ասա խոհարարուհուդ, որ հարկի ինձ։ Իմ աղջիկը կատու չէ, որ սև զգեսներ հագնի, հատկապես հիմա, երբ ամառ է։ Ասա նրան, որ ես ոչ մի շահ չունեմ, որ սուտ խոսեմ, թող գնա ու իր աչքով տեսնի, նույնիսկ Նիկոլասը զայրացավ նրա վրա։ Լսիր հայրիկ, այս կնոջն ասա, որ Կլեմենտինան կարող է հիմար եւ պարզամիտ լինել, բայց նա երբեք չի դադարի ամբոստանալ։ Առանց պատճառի Կոնստանս, ամբոստանալ առանց պատճառի։ Իսկ եթե նա ուշադրություն է դարձնում ուրիշների արտաքինի վրա, ապա պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի Յադիրայի վրա, որն իդեպ 60-ականների սանրվածք ունել չեմ խոսում հագուստի մասին։ Աղջկա ասա, որ ինձ ամենավին չի հետաքրքրում, թե ինչպես է հագնվում Կլեմենտինան։ Ասեմ ձեզ, որ նա ամբոստանում է, որովհետև իրեն միայնակ եւ տխուր է զգում։ Սպասեք, վերջ, երկուսդ էլ ձայներդ կտրեք։ Լսեք, ես ձեզ համար թարգմանիչ չեմ, իսկ դու Կոնստանսա հետև իր աղջկատ։ Նա հավանաբար այդպես է դարձել, որովհետև դու արգել ես, որ նա Խոսեիտոյի հետ ընկերություն անի։ Իսկ նա լավ տղա է։ Դուք չարաչար սխալվում եք, եթե կարծում եք, որ ես այդ սև ամորթին թույլ կտամ, իմ աղջկան էլ սև դարձնի։ Ոչ, պարոն, ես չեմ ուզում, որ իմ թոռնիկները սև լինեն, ոչ ավելի լավ է մեռնեմ։ Զգույշ արտահայտվիր, այլապես Աստված կպատժի քեզ։ Լսիր, միգուցե այդ սև ամորթին է քո որդին, որովհետև այստեղ բոլոր սևերը ապօրինի ծնված երեխաներն են, օրինակ Աուրելիոն եւ Մատեոն։ Իսկ ինձ դուրս բրծուկներ պետք չեն։ Ավելին, ես պատրաստում եմ աղջկաս տանել այստեղից, հեռացնել երկրից։
Աստված իմ, իսկ ես կասկածում եի, թե վանականը նա է։ Իսկ հիմա նա մեռած է, ես ոչինչ չարեցի նրան օգնելու համար։ Լսիր, ոչինչ մի ասա, դու մեղավոր չես, լսում ես։ Այստեղ միայն վանականի մեղքն է, նա է այս ամենը անում, իսկ դու այստեղ ոչ մի կապ չունես, ոչ։ Ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ ինչ-որ լուծում գտնենք։ Իսկ լացուկոցով մենք ոչ մի լուծում էլ չենք կարող գտնել։ Ես կարող եմ այսպես խոսել, որովհետև ես էլ եմ ինձ շատ սիրելի ու հարազատ մարդկանց կորցրել։ Ինչպես ենք անելու, որ Մենք պարզապես ցույց կտանք տեսայերիզը եւ բոլորին պարզ կդառնա, որ վանականը սպանել է Մատեոին, որ նա վանականի զոհն է դարձել։ Ինչ է պատահել։ Այստեղ ինչ է կատարվում։ Ինչ է կարել աղջկաս։ Իհարկե, այդ դուք եք անախորժություն պատճառել նրան։ Դրա համար էլ նա այս վիճակում է։ Իսկ հայրս դրանում ինձ է մեղադրում։ Այս ամենը այդ վանականի պատճառով է։ Մենք գտել ենք նրա թաքստոցը։ Նաեւ գտել ենք մի տեսայերիզ, որտեղ ձայնը գրված է, թե վանականը ինչպես է սպանում Մատեոին։ Մի սևամորթ էլ պակասեց։ Իսկ ինչպես է գտել այն։ Ինձ ատելու համար պատճառը մի փնտրիր, հայրիկ։ Նույնիսկ խիղճը չի տանջում քեզ։ Ես քո որդին եմ, որքան էլ որ տհաճ լինեմ քեզ համար։ Սպասիր։ Սպասիր։ Ինչ է կատարվում, հայրիկ։ Դու եւ Վիոլետան դեռ հանդիպում եք, ասա ինձ։ Տեր Աստված, խնդրում եմ, ճանապարհ ցույց տուր ինձ։ Ես պետք է լուծեմ այս խնդիրը, խնդրում եմ։ Խաղաղացրու հայրիկես հոգին։ որտեղից ես վերցրել այդ տեսայերիզը։ Անջատիր դա որդիս բավական է տանջենք մեզ։ Ուրեմն դու ես վերցրել այն Մակո, դու չգիտես թե ինչ ես արել, չգիտես թե ինչ վտանգի ես ենթարկել կյանքդ։ Սպասիր, հանգստացիր, Պիա, հանգստացիր։ Խնդրում եմ, հանգստացիր, այդ տեսայերիզը ապացույցն է այն բանի, որ վանական դեռ շարունակում է գործել, եւ որ Մատեոն մահացել է։ Իհարկե, հանգստացեք։ Ես միայն տեսայերիզն եմ վերցրել։ Ես ոչ ոքի չեմ վնասել։ Հիմա վանականը վրեժ կլուծի քեզնից, նորից զոհեր ու տարօրինակ հաղորդագրություններ կլինեն։ Իմացիր, որ ինչ լինի քո մեղքով կլինի։ Լավ, Պիա, լսիր, խնդրում եմ։ Էմիլիան իրեն լավ չի զգում։ Նա ամբողջովին փոխվել է, խնդրում եմ գնա եւ խոսիր նրա հետ, լավ։ Նա ամբողջովին կոտրված է։ Նրա համար շատ ծանր է տեսնել, թե ինչպես է վանականը սպանում Մատեոին։ Դուք չգիտեք, թե ինչ եք արել։ Ես պետք է իմանամ նրա անունը, Աուրելիո։ Ասա ինձ ով է այդ մարդը, ինձ միայն նրա անունն է հարկավոր։ Նրա անունը։ Ողջույն։ Ողջույն։ Ինչ է եղել Նիկոլաս։ Յադիրը։ Իսկ Կլեմենտինան։ Լսիր բարեկամս։ Կլեմենտինան խելքը գցել է։ Լսեցիր թե ինչ ասացի։ Ես դա հենց այնպես չեմ ասում Խոսեյտո, բայց այսօր նա տանը չի գիշերել, որովհետև նա նոր ոճ է ձեռք բերել։ Նա շատ է փոխվել։ Լսիր Խոսեյտո։ Արի այստեղ։ Մոռացիր այդ մասին։ Ճշմարտությունն այն է, որ մենք անհանգստանում ենք նրա համար, պարզ է։ Բարեկամս։ Ես պետք է նրա եղբորը գտնեմ։ Իհարկե։ Այս սրերը մուտքի մոտ գտա։ Ինչ է դա։ Չգիտեմ, ես հենց նոր եկա։ Ժողովուրդ ինչ կա։ Այսինչ ծրարը ինձ տուր։ Միթե քոնն է, այ քեզ անշնորհք։ Ինչ է եղել։ Այ քեզ բան։ Միգուցե սա վանականի հերթական հաղորդագրությունն է։ Դե ասա, ինչ է դա։ Եթե Աուրելիոն չհեռանա, Անաստասիան աղի արցունք կթափի։ Պապիկը մեծ պատասխանատվություն է դրել մեզ վրա։ Ինչպես հոգ տանենք այս տան մասին։ Այստեղ միայն փարամոլը շահամոլ մարդիկ են ապրում, Աուրելիո։ Կարծում եմ, որ դու ինքդ պիտի քո մասին հոգ տանես։ Այլապես քո այդ հայտնագործությունից հետո վանականը վրեժ կլուծի քեզանից։ Գիտես ինչ, վանականը ինձ չի անհանգստացնում։
Վաղ թե ուշ ես կբռնեմ նրան, եւ այն ժամանակ ես նրան ցույց կտամ։ Լսիր, ասա ինձ։ Վիոլետայի մասին ինչ գիտես։ ¿Has sabido algo de Violeta? Շատ բան չգիտեմ։ Ես նրան Ռոզայի տանն եմ տեսել, երբ Անաստասիաներ էր այնտեղ։ Գիտե, Պաուրելո, գիտես, որ Անաստասիան երեխայի է սպասում։ Անաստասիան երեխայի է սպասում։ Եթե Աուրելիոն չհեռանա, Անաստասիան չի դադարի աղի արցունք թափել։ Ամեն ինչ պարզ եմ։ Վանականը ատում է եղբորդ։ Աստված իմ։ Ոչ, ինչեր ես ասում։ Սա վանականի ուղարկած ամենալավ հաղորդագրությունն է։ Գժվել ես ինչ է Մակո, վերջ դուր բավական է։ Մի բան պարզ է, որ վանական ուզում է վնասել եղբորս, կամ էլ Անաստասիային։ Եղբայրս պետք է հեռանա այստեղից։ Mi hermano tiene que ir rápido, chaval. Լավ։ Ուրեմն մենք ամեն բան կանենք, որ նրա համար պարզ դառնա։ Այնինչ մեզ է պարզ։ Այդ մարդը բարկացել է։ Նա ուղղակի կատաղել է, որովհետև մենք գտնենք նրա պատասխանը պարզ է։ Եթե նա բարկացած է, շատ ավելի վատ, որովհետև նա երկար չի մտածի։ Անպայման ինչ-որ մեկին կսպանի։ Օ, Սուր Ֆրանսիսկո, պաշտպանիր մեզ։ Լռիր, լավ։ Ոչ, այս հարցում մեզ սրբերի օգնությունը պետք չէ։ Այդ մարդը պատրաստվում է ինչ-որ սխալ գործել, իսկ մենք կսպասենք նրան։ Հասկանում եք։ Քո փոխարեն այդքան համոզված չէի լինի, Մակո։ Հաղթանակը ժամանակից շուտ ես ուզում տոնել։ Սպասիր, համոզված ես, Սանտիագո։ Այո։ Երբ ես Ռոզայի տանն էի, նրա ձեռքին թեստ կար, իսկ Անաստասիան ինձ ասաց, որ դա իր թեստն է, եւ որ արդյունքը դրական է։ Ոչ, ուշադրին ինձ լսիր, անհնար է։ Ես այդ կնոջը մատով անգամ չեմ կպել։ Դրա համար էլ ասացի քեզ, որովհետև եթե դու բացահայտեցիր Իրաքի սուտը, որ իրականում դա ոչ թե Ալեքսանդրան, այլ Անաստասիան, դու ասացիր, որ նրա հետ ոչ մի հարաբերություն չես ունեցել։ Լսիր, թե քեզ ինչ եմ ասում, երդվում եմ բոլոր սրբերով, երդվում եմ։ Մեր միջև ոչինչ չի եղել։ Իսկ եթե Անաստասիան հղիացել է, դա միգուցե Սուրբ Հոգուց է։ Կամ էլ մեկ այլ տղամարդուց։ Ինչ էլ լինի, երբ պապիկը իմանա այդ մասին, շատ կզայրանա։ Իսկ դա շատ վատ է։ Խորշակ չունեմ, չեմ ասում։ Բայց պետք է ուտես, սիրելիս։ Ոչ։ Դու պետք է կազդուրվես։ Ոչ, չեմ ասում, չեմ կարող, հասկացիր ինձ, Յոլանդա, չեմ կարող հավատալ, որ այդ մարդը սպանել է Մատեոյի։ Հավատս չի գալիս, ախր նա այնքան լավն էր։ Նա արժանի չէր նման վախճանի գլխում, չի տեղավորվում, ինչու պետք է նման կերպարվեր Մատեոյի հետ։ Փորձիր հանգստանալ, սիրելիս, այդ մարդը մտածել չգիտի, նա երբեք ծանրու թեթև չի անում, նա ոչինչ չի հասկանում։ Նրա ողջ միտքը պարփակված է ատելությամբ։ Միակ բանը, որ ես Աստծուց խնդրում եմ այն է, որ Աուրելիոն նրան շուտ բռնի, եթե ընտանիքիս անդամներից մեկն էլ մահանա։ Ոչ, նման բան չի լինի, Տոնի, որովհետև Աուրելիոն նրան շուտով կբռնի։ Աստված կօգնի նրան, ամեն ինչ շատ շուտով կավարտվի, հավատա ինձ, շատ շուտով։ Ես եմ այդ ամենի մեղավոր։ Միայն ես, Յոլանդա, միայն ես, որովհետև ես ասացի, որ Մատեոն ինձ համար հրազատ որդու նման է, իսկ վանականը սպանեց նրան։ Մի տանջիր քեզ, դու մեղավոր չես, դու չես կարող իմանալ, թե այդ մարդն ինչ է մտածում։ Բայց ամեն դեպքում ես պետք է զգույշ լինեի։ Ես այլևս չեմ կարող անհաջող արտահայտություններ անել, չեմ կարող այդ խելակառին բարկացնել, ոչ, Յոլանդա, ես չեմ կարող որևէ բան անել։ Որտեղ է այրվես կինը, որտեղ է նա, ինչ է սարել նրան, որտեղ է Ալեքսանդրան։ Սպասիր, նայիր, վանական նոր սպառնալիք է ուղարկել, ուշադրիր լսիր, ես մը կկարդամ, եթե Աուրելիոն չհեռանա, Անաստասիան աղի արցունք կթափի, դե ինչ կասես։ Ես քո ուրախության պատճառը չեմ հասկանում, Մակո, սա մահվան սպառնալիք է, եւ այդպես էլ պետք է ընդունվի, միթե այդպես չէ։ Այո, ճիշտ է, ես ներողություն եմ խնդրում։ Աուրելիո, դու որքան հնարավոր է շուտ պետք է միանաս քո խմբին։ Դու պետք է այս հաղորդագրության շուրջ մտածես։ Վանականը պատրաստվում է գործի անցնել։ Երկիրը Աուրելիոին է կանչում, քեզ ինչ եղավ։ Այո, ճիշտ է, Մակո։ Կանչիր այդ մարդկանց։ Մենք պետք է այստեղ աշխատենք։ Իսկ ես շուտով կգամ։ Ես միտեղ պետք է գնամ։ Մի բան պետք է ճշտեմ Անաստասիայի հետ։ Անաստասիա,
Կարող ենք խոսել։ Դա շատ կարևոր է։ Այո, ինչ է պատահել։ Ինչու ես այդքան մտահոգված։ Ոչ, ոչ հանգիստ եղիր, ոչ մի լուրջ բան։ Puede que sí lo sea. Գիտես, ինձ սխալ չհասկանաս, խնդրում եմ։ Նախ եւ առաջ ուզում եմ որ իմանաս, որ ես քեզ լիովին վստահում եմ։ Yo quiero que tú sepas que yo confío en ti 100%, ¿ok? Ոչ, ոչ, եթե ինչ-որ բան ես ուզում ասել ինձ, ասա, դե արագացրու։ Բանն այն է, որ ես մի նոր հարց եմ ուզում քեզ տալ։ Դա շատ նոր հարց է։ Bastante delicada. Ես չեմ ուզում որ ինձ սխալ հասկանաս։ Pero yo no quiero que tú me... Ամեն անգամ երբ տղամարդը այս մասին հարցնում է կնոջը, Bueno, lo que pasa es que yo sé նրանց que cuando միջև una mujer le pregunta վեճ է eso, ծագում։ ella se enrolla Ես así, չեմ ուզում որ muchísimo. դու մտածես թե Que tú pienses, o sea, ես չեմ ուզում որ ինձ սխալ հասկանաս։ que tú pienses que... Լսիր, վերջ, վերջ տուր։ Դե ասա, խնդրում եմ, ինչ է կատարվում, ինչ է պատահել։ Tú estás... Դու հղի ես։ Անցեք։ Շատ շնորհակալ եմ։ Այստեղ սպասեք, տնօրենը ուր որ է կգա։ Ներեցեք։ Շնորհակալ եմ։ Եթե ոչ ոք ինձ ոչինչ չի ասում, ես ինքս ամեն ինչ կպարսեմ։ Ալեքսանդրայի գործերը պետք է որ այստեղ լինեն։ Լավ է, շատ հետաքրքիր է։ Գրողը տանի, պարոն Բորովսկի, այսպես չես գտնի այն, ինչ փնտրում ես։ Լավ։ Եկեք մոռանանք ու մի կողմ թողնենք այս բոլոր հիմարությունները, ասեք ինձ, որտեղ եք կնոջս թաքցնում։ ¿En dónde tiene a mi esposa? Չի կարող պատահել։ Գիտես ինչ, եթե անեկդոտ ես պատմում, ասա որ ես էլ ծաղեմ։ Լսիր, բանն այն է։ Բանն այն է, որ հղիության այդ թեստը իմ ձեռքին էր, բայց այն իմը չէր, այլ Վիոլետային է։ Բանն այն է, որ նա հղի է Սանտիագոից եւ ուզում է թաքցնել դա նրանից, իսկ ես ստիպված եղա նրան ասել, որ այդ ես եմ երեխայի սպասում։ Իհարկե, ես այդպես եմ մտածում եի։ Դա չէր կարող ճիշտ լինել, իհարկե։ Իհարկե, մտածում էիր։ Արդեն սկսել էիր մտածել։ Դա ավելին է, քան դու սովորաբար անում ես։ Լսիր սիրելիս, Վիոլետան ուզում է, որ Սանտիագոն իր հղիության մասին ոչինչ չիմանա։ Decidió que era mejor así, pues no decirle nada a Santiago sobre su embarazo. Դա լավ չէ։ Որովհետև Սանտիագոն երեխայի հայրն է, նա իրավունք ունի այդ մասին իմանալ։ Ոչ, պարոն, արի այստեղ։ Դու այստեղից չես շարժվի եւ ուշադիր կլինես, որ հանկարծ ոչինչ չասես, եղավ։ Վիոլետան փոքրիկ աղջիկ չէ, նա գիտե ինչ է անում։ Դա նրա խնդիրն է։ Իսկ եթե հանկարծ մի բան ասես, դու իսկապես խնդիրներ կունենաս։ Բայց լսիր։ Ոչ։ Դե ինչ, գնանք այդ հաղորդակցությունը ստուգելու։ Այո, իհարկե։ Ես արդեն պարզել եմ այնինչի համար որ այստեղ է եկել, այնպես որ կարող ենք գնալ։ Համոզված եմ, երբ վերադառնանք արդեն կիմանանք մարդասպանի անունը։ Երևի։ Այս թղթապանակների միջի անունները կեղծ են։ Դա հատուկ է արվել հարուստ ընտանիքների համբավը բարձր պահելու համար։ Լսեք, ինձ ամենևին չեն հետաքրքրում ձեր օրենքները, եթե չեք ուզում օգնել ինձ գտնել կնոջս, ուրեմն դատարանի օգնությանը կդիմեմ։
Այստեղ միակ վատ բանն այն է, որ մարդ փոխվում է։ Այստեղ տարբեր խառնվածքի մարդիկ կան, նույնիսկ խելագարներ ու մարդասպաններ։ Միթե կարծում եք, թե ես ինձ այստեղ լավ եմ զգում։ Գիտեք ինչ, ինձ սիրո ու կարեկցանքի պատմություններ մի պատմեք, որովհետև ես գիտեմ, որ ձեզ մեծ գումարներ են տալիս այդ մարդկանց այստեղ նման պայմաններում պահելու համար։ Ես ուզում եմ իմանալ որտեղ է իմ կինը։ Ես գիտեմ նա այստեղ է, ես տեսել եմ նրան։ Ես նրան խալից եմ ճանաչել, այնպես որ վերջ տուր հիմարություններին եւ ասա ինձ որտեղ է նա։ Որտեղ է։ Մատեոն հիանալի մարդ էր, այնպես որ հիմա նրան հրեշտակներն են շրջապատել տոնի։ Հուսով եմ Աստված նրան կօրհնի։ Ես նրան ողջ կյանքում պարտական եմ, բայց ավելի լավ է լռենք Յոլանդա, Կոնստանսան գալիս է։ Հայրիկ, վախենամ դա շատ հուզիչ էր։ Ես վախենում եմ։ Ինչ է քեզ հետ կատարվում աղջիկ։ Լսիր, ես չեմ խոսում։ Դե լավ, ինչևէ, հայրիկ ահավոր է, հայրիկ, գիտես, ես գեղեցկության սրահ էի գնացել, մազերս կարգի բերելու, թե չէ սարսափելի տեսք ունեի, բայց իմ կողքին մի կին կար, նրա մազերն ավելի ահավոր վիճակում էին, ամբողջովին ճյուղավորված էին, նույնիսկ վախեցա, հայրիկ, ես իսկապես վախեցա։ Tenía un look así como una yuchito moderna que me espantó, papi. Me espantó realmente. Y entonces... Կոնստանսա, հետո։ Sí, papi. Այո, հայրիկ, Հայրիկ, բայց ես երբեք այնտեղ չէի եղել։ Սիրելիս, խնդրում եմ, ասա թե ինչու ես այստեղ եկել։ Հայրիկ, ես վանականից մի հաղորդագրություն եմ ստացել, չեմ հասկանում, թե ինչ է դա նշանակում։ Ահա, նայիր։ Եթե Աուրելիոն հեռանա, ամեն ինչ կվերջանա։ Ուրեմն վանականին բարկացրել է այն, որ Աուրելիոն պարզել է թաքստոցի տեղը։ Աստված իմ, նորից հաղորդագրություն։ Ձեր կինը գեղեցիկ է։ Սակայն կան բաներ, որ մենք իրավունք չունենք ասելու։ Չգիտեմ, հուսով եմ բացատրեցի։ Ինձ համբերությունից մի հանեք։ Ոչ ոքից այդ խաղճի անի պարզ է հասկացար։ Որտեղ է կինս։ Որտեղ է այդ ազգական կոչեցյալը։ Խոսիր թե չէ պատասխան չեմ տա հետևանքների համար։ Ոչ ոք էլ նրան չի տարել։ Նադիա հերձարանում է։ Ինչպես դիա հերձարանում։ Այո, այն կինը, այն որ վառվել էր, որին ուզում էիք տեսնել, անցած գիշեր մահացավ։ Վանականը մեկ այլ հաղորդագրություն է ուղարկել։ Վալեսիլոս, վանականից նոր հաղորդագրություն ենք ստացել։ Հաղորդագրությունը Կոնստանսայի հեռախոսին է ուղարկվել։ Եթե Աուրելիոն հեռանա, ամեն ինչ կվերջանա։ Եթե Աուրելիոն հեռանա, ամեն ինչ կվերջանա։ Շնորհակալ եմ, հայրիկ։ Մենք արդեն դա ունենք։ Երկու հաղորդագրությունն նույն բանն են ասում, նա բարկացած է։ Իհարկե, նա տեսնում է, որ ուշադրություն չենք դարձնում, իսկ հետո սկսում բանակցություններ վարել Աուրելիոյի հետ։ Նա ուզում է, որ դու լքես ընտանիքդ։ Դու ընդունում ես նրա պայմանը։ Խնդրում եմ, այս պարոնին բացատրեք, թե երեկ գիշեր ինչ է պատահել այն վառված հիվանդի հետ։ Ձեր այցից հետո հիվանդի վիճակը վատացավ, պարոն Բորովսկի։ Ձեր ներկայությունը նրա վրա վատ ազդեցություն ունեցավ։ Կեսգիշերին նա իրեն կախել է, ցավում եմ։ Հիմա հասկանում եք, թե ինչու եմ ես հետևում հաստատության կարգ ու կանոնին։ Լսեք, ես պետք է տեսնեմ նրան։ Ես պետք է տեսնեմ նրա դին։ Ես պետք է նրան ինձ հետ տանեմ։ Դա անհնար է, պարոն Բորովսկի։ Մենք արդեն կանչել ենք նրա հարազատներին, նրանք տարել են նրա դին։ Ներեցեք մեզ, բայց մենք շատ զբաղված ենք, այնպես որ պետք է ձեզ խնդրեմ, որ հեռանաք այստեղից։ Գնանք, պարոն Բորովսկի, եկեք ինձ հետ։
Չեմ հասկանում, թե վանականն ինչու է շարունակում հաղորդագրություններ ուղարկել այս կամ այն մարդու միջոցով։ Կույս Կարմենն ա ուզում էին որդուն սպանել, հուսով են ոչինչ չի պատահի տոնի։ Դե լավ, արդեն բավական է, հոգնեցի ձևացնելով, թե իբր այդ ամեն ինձ հետաքրքրում է։ Դե բավական է, լսեմ այդ հիմարությունները, ես պետք է առանձին խոսեմ հորս հետ, այնպես որ խնդրում եմ ափսեները խոհանոց տար։ Los platos a la cocina. Հայրիկ, եկել եմ քեզ խնդրելու, որ երազների խաչն ինձ տաս, որովհետև այն իմն է, միայն իմը։ Ես չեմ պատրաստվում այն քեզ տալ Կոնստանսա, մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Մոռացել ես։ Ոչ, հայրիկ, ոչ, որովհետև ես ժամանակի զգացողությունը կորցրել եմ։ Ես հիշում եմ այն, ինչ ինձ պետք է որ հիշեմ։ Ես ուզում եմ, որ երազների խաչն ինձ տաս։ Այն իմն է, մայրս ինձ է դա կտակել։ Ես դրա կարիքը շատ ունեմ, ես պատրաստվում եմ վաճառել այն։ Գիտես, նույնիսկ արդեն գնորդ եմ գտել նա, պատրաստ է վճարել դրա համար։ Իսկ ինչի համար է քեզ փող հարկավոր։ Որովհետև ես շատ շուտով հեռանալու եմ այստեղից։ Չլինի թե ուզում ես փախչել, Կոնստանսա։ Ինչու հանկարծ որոշեցիր հեռանալ։ Տարօրինակ է այն էլ հիմա։ Դու ես վանականը։ Ես պարզապես ուզում եմ տեսնել, թե որտեղ է եղել նա։ Լսիր, զգույշ եղիր այդ մարդուց, աշխատիր նրա այդ խնդիրներ չունենալ, լավ։ Լսեք, պարոն։ Նրանք ստում են, լսում եք։ Միթե չտեսակ, որ մի անձնուհին խուսափում էր ձեր հարցերից, նա չէր կարողանում պատասխանել։ Նա գիտե այդ կնոջ մասին, որովհետև նա է ուսանոց ուղարկել ձեր կնոջը։ Ինչ ես խոսում։ Այդ խալով կինը ողջի նա չի մահացել, բայց լավ չեմ հիշում, պարոն, թե ուր տարան նրան։ Լավ չեմ հիշում, պարոն։ Համոզված ես, որ չես հիշում։ Նա շատ կարևոր կին է, սակայն վտանգավոր։ Հա, հիշեցի, անցած գիշեր ես լսեցի, թե ինչպես է մեկ աղաղակում։ Դա նա էր։ Նրանք տարան նրան, ու ետ չբերեցին այլևս։ Վերցրու, և փորձիր ինչ-որ բան հիշել։ Եթե մի բան հիշես, զանգիր։ Միգուցե հիշողությունը տօգնի միլիոնատեր դառնալ։ Ես վանականի մասին ոչինչ չգիտեմ, հայրիկ։ Ես անգամ աղոթել չգիտեմ։ Բավական է հիմար ձևանաս, Կոնստանսա, ես գիտեմ, որ բոլորովին էլ հիմար չես։ Դու միշտ էլ դժգոհել ես, որ լինելով իմ ավագ դուստրը դու մի աստիճան ցածր ես։ Բայց դա ճիշտ է, հայրիկ, եթե Գրիգորյան չլիներ, ես այս ընտանիքի միակ անտեսված ու արհամարվածը կլինեի։ Աստված իմ, ինչպես կարող ես նման ձևով արտահայտվել։ Ես այս մեծ տունը ձեր բոլորի համար եմ կառուցել։ Բայց հայրիկ, ինձ միայն երազների խաչն է հարկավոր։ Ես նույնիսկ չեմ ապրում այս տանը, միայն մեկ-մեկ։ Այս ամենը շատ տարօրինակ է, Կոնստանսա։ Դու Մատեոին չէիր սիրում և ահա, նա մահացած է։ Խոսեիտոին չէիր սիրում, նա բավականին տանջվեց վանականի պատճառով։ Ասա ինձ, դու ես մարդասպանը։ Ես, հայրիկ, բայց դու հենց նոր ասացիր, որ վանականը ուզում է, որ Աուրելիոն հեռանա։ Ու եթե նա հեռանա, վանականը այլևս ոչինչ չի անի։ Ինչ ես ուզում դրանով ասել, որ եթե ես Աուրելիոին դուրս վռնդեմ, վանականը մեզ այլևս չի անհանգստացնի, մեզ հանգիստ կթողնի։ Միգուցե, հայրիկ։ Կնքամ մայր, այդ ես եմ, Անաստասիան։ Կատալինա։
Շատ տարօրինակ է։ Արի այսպես անենք, դու գնա տատիկի սենյակ, տեսնա այդտեղ է թե ոչ, իսկ մինչ այդ ես մի բաժակ ջուր կխմեմ։ Շատ տարօրինակ է, որ կնքամայրը այստեղ չէ։ Միգուցե ծովափի մոտի շուկան է գնացել։ Մայրիկ, նայիր ինչ եմ գտել տատիկի սենյակից։ Երրորդը, Աուրելիոն պետք է հեռանա, այլապես Անաստասիան չի դադարի աղի արցունք թափել։ Կնքամայր։ Եթե Աուրելիոն հեռանա, միգուցե վանականը դադարի նման հաղորդագրություններ ուղարկել ու անմեղ մարդկանց սպանել։ Կարծես նրա համար խոզանոցում ապրող խոզեր լինենք։ Դու վանականն ես։ Հայրիկ, ես քեզ ասացի, որ սև գույնը ինձ բոլորովին չի սազում։ Հակառակ դեպքում պետք է սև ադամատներ կրեմ, որ գոնե հագուստիս հետ սազի։ Բացի այդ ես նույնիսկ ճանճ չեմ սպանել, որովհետև չեմ ուզում ձեռքերս կեղտոտել։ Ես խաղ չեմ անում։ Բայց ինչ ասացի հայրիկ, ես չեմ կարողանում մտքերս ճիշտ արտահայտել, որովհետև շփոթվում եմ։ Բացի այդ, ես սիրում եմ խոսել միայն այն բանի մասին, ինչը ինձ հետաքրքրում է, այսինքն երազների խաչի։ Ես չեմ կարող այն քեզ տալ, որովհետև այն շվեյցարական բանկում է։ Հրաշալի է, այնտեղ շատ լավ դպրոցներ կան, աղջիկներս կարող են այնտեղ սովորել։ Ոչ, ավելի լավ է ինչ-որ մեկին ուղարկեմ խաչի հետևից։ Շնորհակալ եմ, հայրիկ, շնորհակալություն, ես քեզ շատ եմ սիրում, դու ինձ երջանկացրիր։ Ես կարծում էի, թե Կոնստանսան իսկական հիմար է, բայց հիմա հասկանում եմ, որ նա շատ խորամանկ է։ Բայց ինչպես պարզեմ։ Նա է մարդասպանը թե ոչ։ Ինչպես իմանամ, թե ով է վանականը։ Նա ինքը պետք է դա խոստովանի։ Սանտիագոն խելքը կգցի, երբ տեսնի, թե ոսկեչական խանութի համար ինչ եմ արել։ Վերջապես անում եմ այն, ինչ միշտ երազել եմ։ Ով կարող է լինել։ Գալիս եմ։ Ով է։ Հավաքարարն է, պարոն։ Բայց ես ոչինչ չեմ խնդրել։ Երևի հարևանս է։ Կողքի դուրը ծեծեք։ Ես եմ խենթուկ, մեծն Ագրիպինան, բաց արա դուռը։ Ագրիպինան։ Ագրիպինա, խնդրեմ, արի։ Ագրիպինա։ Բայց ինչ ես անում այստեղ։ Ինչու ես այդպես հագնվել։ Եկել եմ, որ մի լավ մաքրություն անեմ։ Դինոզավրդ ինչպես է։ Ես կմաքրեմ բոլոր սարդոստայնները։ Խնդրում եմ։ Ասում եմ, որ Սանտիագոն ինձ հոգնեցնում է։ Նա կարծում է, թե ես իր քարտուղարուհին եմ։ Դե, ինչ կասես։ Մենք պետք է մի բան մտածենք, որովհետև ես այլևս չեմ կարող այս ամենը հանդուրժել։ Լսում ես ինձ, Տեոբալդո։ Բավական է բողոքես Պրոմելիա, ես հիմա չեմ կարող քեզ լսել։ Բայց քեզ ինչ է պատահել։ Վերջերս դու անընդհատ խմում ես եւ բացարձակապես ոչինչ չես անում։ Ինձ հանգիստ թող Պրոմելիա։ Ինչ ուրիշ մեկին չես փնտրում։ Վիսկին օգնում է ապրել, այն ինձ ուժ է տալիս։ Եթե այն չլիներ, ես ինձ կսպանեի։ Աստված իմ Տեոբալդո, ուրեմն դու լուրջ պատճառ ունես, որ քեզ այդպես ես զգում։ Խմելով հարց չես լուծի։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Ինչու ես քեզ այսպես պահում։ Ինչու եմ ինձ այսպես պահում։ Վիոլետան։ Ես սիրում եմ այդ կնոջը։
Ես սիրում եմ նրան։ Սիրում եմ։ Բայց ցավոք նա Սանտիագոյի կինն է։ Նա պատրաստվում է երեխա պարգևել նրան։ Ինչ։ Պարոն Սանտիագո, ներեցեք, ձեզ մոտ մարդ է եկել։ Նա սպասում է ձեզ։ Այո, գիտեմ, դա շատ կարևոր է։ Ներեցեք, բայց այստեղ խնդիր առաջացավ։ Ես քիչ ավելի ուշ կզանգեմ, լավ։ Շնորհակալ եմ, Յոբի։ Կարող ես գնալ։ Ես եկել եմ քեզ հետ խոսելու, որովհետև տարօրինակ բան է տեղի ունեցել, իսկ ինձ ավելորդ խնդիրներ հարկավոր չեն, հասկանում ես։ Տեոբալդոն մեր տուն էր եկել, նա ասաց, որ պարոն Տոնին ուզում է փոխել իմ կյանքը, ջնջել անցյալս։ Դա ճիշտ է։ Այո, հայրս դրա մասին ինչ-որ բան ասաց։ Իսկ նա էլ ուրիշ ոչինչ չի ասել։ Ոչ։ Բայց դու ուզում ես պարզել դա, այնպես չէ։ Դրա համար ես այստեղ եկել, այո։ Լավ, սիրելիս, հանգստացիր։ Ես խոստանում եմ, որ Դեմետրիայի հետ ամեն ինչ լավ կլինի։ Բայց սիրտս վատ բան է գուշակում, ինձ թվում է, թե միահավոր բան է տեղի ունենալու Աուրելիո, ինչ-որ ողբերգություն։ Լսիր, ինչև բանականի պահանջն այն է, որ միայն հեռանալուց հետո Դեմետրիան ազատ կարձակի։ Ուրեմն ես կգնամ։ Բայց ինչ է եղել, ոչ ես գժվել Աուրելիո, այդքան պայքարելուց հետո։ Գրողը տանի, բայց խոսքը կնքամորս մասին է, խնդրում եմ։ Անծանոթ համար է։ Թող, տուր ինձ։ Ալո։ Կնքամայր, ինչպես ես, լավ ես։ Վստահ ես, կնքամայր, դու մի բան կերել ես, հո քեզ բան չի պատահել, լավ ես, կնքամայր, խնդրում եմ։ Դառնախոսի, այդպես ավելի լավ կլինի։ Նա քեզ ինչ է արել։ Աղջիկս, ես ինչ-որ հորի մեջ եմ։ Բանականն է ինձ այստեղ գցել եւ այս հեռախոսն է տվել, որ ձեզ զանգեմ։ Մեզ զանգես։ Այո, աղջիկս, որպեսզի Աուրելիոին ասեմ, որ հեռանա եւ այլևս չվերադառնա։ Եթե բանականը նրան այդ տանը նորից տեսնի, կսպանի ինձ։ Սին, անիմասիրո խոսքեր, մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո յուսած թակարը թսին, պատմությունդ հորինված, կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված, գիտեմ կեղծիկ է, ինչ անել, ինչպես քեզ բաց թողնել, ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ, ինչքան ես լուր հավատում եմ քեզ, այնքան ուժեղ այս շղթայված բանտից փախչել եմ